Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Մոսկվան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը, պատրաստ է օգնել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի, եւ Իլհամ Ալիևի իմաստության ու Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունը այժմ վերականգնվել է, ասել է Եվդոկիմովը Բաքու TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետը հավելել է, թե Ռուսաստանը եւ Ադրբեջանը մեծ ներուժ ունեն դաշնակցային հարաբերությունները զարգացնելու համար։ Այս ամենի խորապատկերին այսօր Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ձեր ազգային տոնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ասվում է նամակում։ Ալիևը ընդգծել է, թե Ադրբեջանի ու Ռուսաստանի ժողովուրդներն անհիշելի ժամանակներից ի վեր ավանդաբար կապված են բարեկամության, բարիդրացիության եւ փոխադարձ աջակցության սերտ հարաբերություններով։ Այսօր այս լավ ավանդույթները հուսալի հիմք են ստեղծում մեր միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման ու լայն շրջանակի հարցերի շուրջ համագործակցության խորացման համար։ Համոզված եմ, որ մեր բարեկամ ժողովուրդների եւ երկրների շահերից ելնելով մենք կշարունակենք ամեն ինչ անել ադրբեջանա-ռուսական հարաբերությունները ամրապնդելու ու բազմակողմանի փոխգործակցություն կառուցելու համար, ռազմավարական գործընկերության ու դաշինքի ոգով։ Այս նշանակալի օրը մաղթում եմ ձեզ, սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, առողջություն ու հաջողություններ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին բարեկեցություն ու բարգավաճում իր նամակում նշել է պետության ղեկավարը։ Իդեպ Ռուսաստանի նախագահին եւ վարչապետին Ռուսաստանի օրվա արդիվ շնորհավորական նամակ է եղել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում մասնավորապես նշված է հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհավորում եմ ձեզ եւ բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդություն խորհրդանիշը ամեն տարի այսօր ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ։ Համոզված են, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը այս երկուսը իրար միջև հարաբերությունները կզարգացնեն եւ կամրապնդեն ի նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության։ Օգտվելով առիթից մաղթում եմ ձեզ հարգելի Վլադիմիր Վլադիմիրի առողջություն ու ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին բարեկեցություն եւ բարգավաճում։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Տիկին Ադամյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նախ առաջ անդրադառնանք այս շնորհավորանքներին ուղղված Ռուսաստանի տոնի կապակցությամբ։ Մենք միասին լսեցինք թե Ալիևի, թե Փաշինյանի շնորհավորական ուղերձները, թե նաև Ալիևը ինչպիսի, այսպես ջերմեռանդությամբ է նշում երկու երկրների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, նույն կերպ նաև այսպես նման հույս էր հայտնում նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում այս շնորհավորանքները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղված Մոսկվային, համեցեք։ Ինչ վերաբերում է Ալիև Իլհամ Ալիև Վլադիմիր Պուտինին, կարծում եմ այդտեղ կա մի բարքիմիա եւ ոչինչ այդտեղ ավելացնել պետք չի։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, կարծում եմ նորմալ շնորհավորական հրահրողակարգային ուղերձ էր։ Բայց այդ բուրն շնորհավորանքների, այսպես ասած, ֆոնին ես կուզեի անդրադառնալ 3 հնչած հայտարարություններին Մարիա Զախարովայի այս անգամ կատարմամբ, առայն որ հայկական հուշարձանները Ադրբեջանում պետք է ոչնչացվեն։ Դա Զախարովայի ենթատեքստներ։ Եվ կուզեմ անդրադառնանք երեկվա նրա մի շարք հայտարարություններին, թե դիտորդների հետ կապված, որ իրենք անկեղծորեն հասկանում են Ադրբեջանի մտահոգությունները, օրինակ եվրոպացի դիտորդների վերաբերյալ, ՆԱՏՕ-ի գնահատականների վերաբերյալ։ Այո, երեք փայլուն ելույթ էր, այսպես ասած, Մարիա Զախարովայի կատարմամբ։ Եվ հետո էլ դեռ կարող են գտնվել մարդիկ, որ հարցնեն, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպես են հարուցվում հակառուսական տրամադրություններ։ Ով է այդ տրամադրությունները հարուցում, ինչ նպատակով է հարուցում։ Տեսեք, Զախարովայի ամբողջ ելույթը ըստ էության այն մասին էր, որ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները իսպառ պետք է ոչնչացվեն։ Այդ մասին էր։
Եվ հակադրելը, որ տեսեք, Եվրոպայում էլ Եվրոպայում չեն ոչնչացվում, Եվրոպայում առավելագույնը տեղը հանվում են, փոխադրվում են տեղից տեղ, բայց ոչինչ չի ոչնչացվում։ Սա փաստ է, պետք չի այս փաստի դեմ ինչ-որ սրեր ճոճել։ Ես շատ զարմացա, որ հայ լրագրողը, որը Մարիա Զախարովայի հետ իդե բավականին, ինչ ասեմ, լավ հարաբերություններ ունի, ամենայն դեպս անդադ հարց ու պատասխանի մեջ է, Զախարովայից այդպեսի պատասխան ստացավ։ Դա նշանակում է, գիտեք, երբ դուք մեզ պետք եք, մենք ձեզ կօգտագործենք, երբ դուք մեզ պետք չեք, գնացեք գրողի ծոցը։ Դա մոտավորապես նաև դա էր նշանակում, որովհետև երբ Զախարովան որևէ մի բառ, մեկ բառ չի ասում, որ այո, Ադրբեջանի տարածքում ոչնչացման վտանգի տակ են հայկական, պատմական, կրոնական, ազգային մշակույթի կոթողները, որևէ բառ չի ասում։ Մենք աշխատում ենք Ադրբեջան, ինչ եք աշխատում Ադրբեջանը, համատեղ աշխատում եք որտեղ, ոնց, ինչպես, արագ ոչնչացնել, աղվանացնել, հայտարարել հակահայկական, դա եք աշխատում։ Դու պատասխանը դա էր հնչում, ինչ վերաբերում է դիտորդներին։ Տեսեք, Ռուսաստանը պարբերաբար փորձում էր դիտորդների դեմ արշավին ներգրավել Իրանին։ Պարբերաբար փորձեր եղել են։ Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, բայց Իրանը կարծեք թե զերծ մնաց։ Իրանը երբևէ, տեսեք, առաջին անգամ երբ դիտորդները այստեղ դեռ կարծեմ 40 դիտորդներ էին, եթե չեմ սխալվում, սկզբում։ Դիտորդներ տեղակայելու ժամանակ համատեղ հայտարարություն փորձեցին Իրանի ներգրավմամբ տարածել, որ հակա, լրտեսական գործունեություն են տա եւ Իրանը չմիացավ։ Եւ առ այսօր Իրանը դրան չի միացել։ Որովհետև ըստ էության Իրանը այդտեղ որևէ հակաիրանական քայլ չի տեսնում։ Իրանը որևէ հակաիրանական գործ հակառակ եվրադիտորդների ներկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ չափով պաշտպանում է նաև Իրանի շահերը, որովհետև բաց է պահում ճանապարհ, որ Իրանի համար կենսական նշանակություն ունի։ Եկեք այս փաստն էլ հաշվի առնենք եւ Իրանը որևէ կերպ չի տեղավորվում այս հակահայկական քաղաքականությունը, որի մեջ ներգրավված են Տիկին Զախարովան, պարոն Լավրովը, պարոն Պիսկովը, պարոն Պուտինի գլխավորությամբ։ Տեսեք, վերջին շրջանում առհասարակ Ռուսաստան եւ Հայաստան հարաբերություններն եմ ուզում անդրադառնանք, շատերն ասում են այ Լավրովի այցով, Մատվիենկոյի այցով արկա այդ սառույցը որոշակի այսպես հալում է, որոշակի մեղմացում է նկատվում երկկողմ հարաբերություններում։ Դուք այդպիսի տպավորություն ունեք, թե ոչ, տեսեք, ինչ խոսում են այստեղ անհրաժեշտության մասին հապկից դուրս գալու, ԵԱՏՄ-ից դուրս գալու, ԵԱՏՄ-ում փորձում են ընդլայնել այդ կառույցը, Հայաստանը փորձում է ավելի մեծ չափով ներգրաված լինել այդ կառույցում։ Ինչ է տեղի ունենում ձեր կարծիքով Հայաստանի մղումները այս առումով դեպի Եվրամիություն որքանով են համոզիչ, երբ մի կողմով փաստորեն մենք տեսնում ենք նաև որոշակի փոփոխություն, կարծեք թե փոփոխություն հայ-ռուսական հարաբերություններում, դուք տեսնում եք թե ոչ համեցեք։ Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ փոփոխություն չկա։ Եկեք հասկանանք, Լավրովը եկավ մեզ ինչ ասեց։ Որևէ կառուցողական առաջարկ Լավրովը մեզ արեց, արդյոք կառուցողական առաջարկը, որ Ֆրանսիայից զենքեր մի գնեք, Ֆրանսիան մեր թշնամին է։ Կառուցողական էր։ Մենք էլ ձեզ զենք չենք տալու։ Դա էլ հաշվի առեք, մենք ձեզ զենք չենք տալու, Ֆրանսիայից էլ զենքեր կանգնեք անպաշտպան, կուզենք ինչ-որ հայտարարություն կանենք դիտորդների մասին, եթե ձեզ վրա որևէ մեկը հարձակվի, եք ուզեք չենք անի։ Լավրովը եկավ Հայաստան, ճանաչեց Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության սահմանները, ճանաչեց Ռուսաստանի Դաշնությունը Լավրովի այցով։ Բնավ։ Ինչ փոխվեց հայ-ռուսական հարաբերություններում։ Որևէ բան փոխվել է հայ-ռուսական հարաբերություններում։ Վերաֆորմատավորման կարիք ունեն այդ հարաբերությունները եւ այլն այսպիսի։ Միանշանակ Մատվիենկոյի այցով ինչ փոխվեց։ Մատվիենկոյի այցի երևի թե տարբերությունը Լավրովի այցից միայն այն էր, որ Մատվիենկոն գնաց նաև ցեղասպանության զոհերի հուշարձանի ծաղկապսակ դնելու։ Այլ տարբերություն ես չեմ տեսել։ Իրոք չեմ տեսել, բայց չէր կարող չգնալ, որովհետև նրա այցը պաշտոնական էր։ Իսկ պաշտոնական այցի արարողակարգում դա նախատեսված է, դա միանշանակ է։ Այստեղ Մատվիենկոն առավելություն չունի Լավրովի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունում որևէ քաղաքականություն Հայաստանի Հանրապետության հանդեպ չի փոխվել։ Պարզապես Ռուսաստանի Դաշնությունում սկսել են շատ լավ գիտակցել, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի կարող հանդուրժել իրենց կատարած բոլոր հակահայկական գործողությունները
հարաբերությունները եւ փորձում են ինչ որ ասեմ բարեկամական շղարշ, բարեկամական պիտակ, բարեկամական դրսևորումներ այդ իրենց հարաբերությունների բում բնույթը դրանցով սկողել։ Ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք, մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել, այստեղ կա մեկ ճանապարհ։ Այդ ձեր ասած, ձեր նշած վերաֆորմատավորման համար մենք պետք է անենք մեկ գլխավոր քայլ։ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո բոլոր իրավապայմանագրային հարաբերությունները վերանայել։ Բոլոր պայմանագրերը վերանայել, բոլոր առանց բացառության, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի կնքած համաձայնագրից։ Բոլորը եւ այդ բոլոր համաձայնագրերը համապատասխանեցնել ստեղծված իրավիճակին եւ բոլոր այդ վերանայումների առանցքում դնել Հայաստանի Հանրապետության շահը։ Ինչը բխում մեր շահերից։ Մեր շահերից բխում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունենա ռազմաբազա։ Կարծում եմ չի բխում։ Կամ եթե ինչ-որ չափով համաձայնում ենք այդ ռազմաբազային, փոխում ենք պայմանները։ Ով ասաց, որ նրանք պետք է այստեղ ջրի ռազմաբազա ունենան։ Մեր տարածքից ընդհանրապես այդ ռազմաբազան պիտի ինչ խնդիրը ռազմաբազան։ Եկեք հասկանանք, ինչ խնդիրը լուծում ռազմաբազան։ Ումից է մեզ պաշտպանում։ Արդյոք ռազմաբազան ինքը բուն վտանգ չէ մեզ համար։ Բայց դա պետք չի դարձնել հարցերի հարց։ Դա պետք է լինի հարցերից մեկը։ Երկրորդ հարցը Էրժադեն։ Ինչքան պետք է Ռուսաստանի Դաշնության կոնցեսիոն կառավարման տրված երկաթուղին մնա կոնցեսիոն կառավարման տակ։ Արդյոք ժամանակը չի, որ այդ խնդիրը լուծվի եւ երկաթուղին վերադարձվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Երկրորդ, Իրան-Հայաստան գազատարը, որը Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով նվիրաբերվեց Ռուսաստանին Գազպրոմին։ Արդյոք այդ գազատարը պետք է մնա Գազպրոմի սեփականություն, թե պետք է վերադարձվի հայ ժողովրդին։ Ընդերքի հարցերը Վերջին հաշվով ռուսական սահմանապահների Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանրապես ներկայացան հարցը ինչ հարցեր են նրանք այստեղ լուծում։ Շատ շնորհակալ ենք իրենց կատարած ծառայության։ Իսկապես շնորհակալ ենք, այստեղ որևէ դույզն ինչ հեգնանք չկա, շատ շնորհակալ ենք, բայց մենք կարող ենք դա իրականացնել արդեն մեր ուժերով։ Եվ ինչն է խանգարում, եթե օդանավակայանում չունենք արդեն նրանց աջակցությունը ունենանք սահմաններին։ Միանշանակ ես ասում եմ, այս բոլոր հարաբերությունները պետք է վերանայվեն իրավապայմանագրային բազան եւ պետք է կնքվի նոր հայ-ռուսական համագործակցության բարեկամության արդեն ճիշտ ասած դիվանագետների որոշելու խնդիրն ինչպես կկոչվի այդ համաձայնագիրը պետք է կնքվի որը կհամապատասխանի թե Հայաստանի Հանրապետության շահերին թե Ռուսաստանի շահերին բոլոր դեպքերում կնքող կողմին պետք չի որ դուրս դնենք միայն մեր շահերը պնդենք դա կարտացոլի տարածաշրջանում իրավահարաբերությունների իրական բնույթը եւ կծառայի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը արդեն նոր հիմունքներով եկեք այսպես դնենք խնդիրը եւ այսպես լուծենք խնդիրը եւ տեսեք ինչպես է գնահատում այսպես Ռուսաստանի դեսպան Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայել Եվդոկիմովի հայտարարությունը ըստ որի Ալիևի մասնության ու Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ Հարավային Կովկասում խաղաղությունը վերականգնվել է դուք արդեն քիմիայի մասին նշեցիք այդ երկու անհատների իսկ այս հայտարարությունը դեսպանի կողմից ինչ է նշանակում Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման հետ կապված։ Ես կարծում եմ դեսպանը պարզապես շողոքորթում է թե իր այն երկրում որտեղ գտնվում է նախագահին թե սեփական նախագահին ընդամենը շողոքորթում է որևէ քաղաքական իրավական ինչ ասեմ իրավաբանական համենայն դեպս իրական գետնի վրա գտնվող հարաբերություն չկա ինչպես կարող է Իլհամ Ալիևը որը տարածաշրջանում ագրեսիայի տարածաշրջանում ապակառուցողականության տարածաշրջանում պատերազմի ագրեսորի նստեյության այո պատերազմի վտանգի ռեալ աղբյուր է ռեալ աղբյուր ինչպես կարող է Իլհամ Ալիևը ինչպես դեսպան Եվդոկիմովն է բարբառել չգիտեմ նման դեր կատարել Սա մեղմ ասած պետք է կարդալ ու հակառակը հասկանալ Տեսեք Տիկին Ադամյան անդրադառնանք Հայաստան Եվրամիություն հարաբերություններին բարձրաստիճան պաշտոնյաներ են պարբերաբար Հայաստան գալիս անընդհատ խոսում են ընդհանրապես Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կյանքի կոչման հնարավորությունից մեր վիզաների ազատականացման հետ կապված որոշակի այսպես առաջընթաց է արձանագրում նախարար Արփինե
Լեն Սարգսյան, հիմա մենք Բրյուսելում, հա, կարևոր հանդիպումներ է ունենում։ Ընդհանրապես դուք ինչ տեղաշարժ եք տեսնում։ Ինչու եմ հենց ձեզ այս հարցը տալիս, որովհետև մենք մոտավորապես 70-ից 80 օր է, հա, այդ կարևոր օրենքի ընդունումից հետո կոնկրետ տեղաշարժեր չենք տեսնում այդ օրենքի այսպես իմպլեմենտացման ճանապարհին։ Տեսեք 60,000 ստորագրությունն եղավ, օրենքի տեսք ստացավ, բայց դուք չեք տեսնում պասիվություն եւ այդ պասիվությունը ինչով է հիմնականում բացատրվում ձեր գնահատմամբ։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է իր քաղաքականության հիմքում ընդունի, թե ինչ է կատարում տարածաշրջանում ու աշխարհում։ Տեսեք, դուք ներկայացնում եք նաև թե ինչ է կատարում տարածաշրջանում, գուցե թե մենք 5 րոպե առաջ ենք պատերազմից։ Գուցե թե, որ ես իրականում բացառում եմ, բայց մենք պետք է հասկանանք ի վերջո Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ովքեր, ինչ ուժեր, ինչպես են պաշտպանելու։ Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության թիմ 1 երաշխավորը Հայաստանի Հանրապետության բանակն է, բայց արդյոք Հայաստանի Հանրապետության բանակը մենակ իզորու է այդ խնդիրը լուծել։ Դե ֆակտո այդ խնդիրը իզորու մենակ լուծելի չի կարող լուծել որևէ պետության բանակ, որևէ պետության։ Անկամ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակը, եթե չունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, եթե չունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը եւ ժողովրդագրական պատկերը, պրոյեկտ ենք նույնը Հայաստանում։ Կարողացել ենք մենք գտնել դաշնակիցներ, ունենք մենք դաշնակիցներ։ Տեսեք, մենք անդադ խոսում ենք անվտանգությունից, բայց չունենք այնուամենայնիվ հասարակական լայն հասարակության ընկալման մակարդակով չունենք այն պատկերացումը, որ անվտանգությունը միայն բանակը չէ, անվտանգությունը համակարգ է, համակարգ։ Եվ այդ համակարգի կենտրոնում համակարգի կենտրոնում բանակ ունենալով մենք պետք է ունենանք արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն, տնտեսություն, գլխավորը տնտեսություն, գլխավորը ժողովրդագրական պատկեր։ Իսկ եթե կոնկրետանում ենք իրական կետնի վրա ենք բերում, արդյոք մենք ունենք դաշնակիցներ, որոնք մեկ զանգով կկանխեն պատերազմ, ինչպես եղել է 20-ից հետո առ այսօր։ Ունենք այդ դաշնակիցները։ Տեսեք հարցը, չէ՞։ Կար Բլինկենը ունեինք, հիմա ունենք։ Հարցականների մեջ ենք հիմա։ Ես կարծում եմ, մենք ոչ թե պետք է հարցականների մեջ դգերենք իրականում, այլ մենք պետք է այդ բոլոր հարցականներին տանք շատ մեծ հաստատական պատասխան, շատ մեծ։ Եվ դա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության հիմքում։ Այսօր մենք պետք է ունենանք այդ դաշնակիցների հետ ոչ թե բարեկամական հարաբերություններ, որոնք զանգերի մակարդակում են, այլ պետք է ունենանք հարաբերություններ համաձայնագրերի մակարդակում։ Համաձայնագրերի մակարդակում, դաշինքների մակարդակում։ Եվ այս առումով կա պասիվություն։ Տիկին Ադամյան, դուք նկատում եք տեղաշարժ հայերի գործողությունների կառավարությունը ավելի շատ այս պարագայում զբաղված ներհասարակական, այսպես ասեմ, ներքաղաքական, որովհետև դա չի ձգում, ներհասարակական խնդիրների լուծման, բայց գուցե սա շատ մեծ քողածածկույթ է այն շատ ավելի կարևոր գործընթացների, որոնց մասին մենք չգիտենք։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ չի կարող որևէ իշխանություն, ով էլ լինի իշխանություն, չի կարող չմտածել երկրի անվտանգության մասին։ Չի կարող պարզապես քայլեր չձեռնարկել այդ անվտանգությունը ապահովելու մասին։ Մենք անverջ խոսում ենք, դուք շատ իրավացիորեն շեշտը դնում եք եւ մենք էլ անverջ խոսում ենք այն մասին, որ այդ քայլերը ապահովում են։ Այո, ընդունվեց փետրվարին, ինչ արդյունք ունեցանք։ Մենք չենք ասում վաղը վեր կացեք ու հայտարարեք, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամակցության հայտ է ներկայացնում պաշտոնապես։ Բայց լինի ճանապարհային քարտեզ, որ հասկանա հասարակությունը ինչ գործողություն է։ Հենց առաջի օրերին խոսվում էր օրինակ կամ համապատասխան կառույց ունենալու կամ փող վարչապետի այսպես հաստիկ ունենալու, որը կոնկրետ կզբաղվի Հայաստան Եվրամիության Դուք ճիշտ եք հիշեցնում խորհրդարանական լսումներում, առաջին խորհրդարանական լսումներում ես ինքս եմ առաջարկել, որ պարտադիր պետք է ստեղծվի Եվրամիության անդամակցության հետ առնչվող նախարարություն։ Ինչու նախարարություն, որովհետև փոխվարչապետի կառույցը ես կարծում եմ, որ քիչ է համակարգելու այդ ձեր ասած ճանապարհային քարտեզը շեշտելու եւ այդ բոլոր քայլերը իրականացնելու համար սա պետք է լինի նախարարություն եւ նախարարության ստեղծումը շատ մեծ ազդակ է Եվրոպայում, որ գիտեք մենք ձևեր չենք թափում։ Տեսեք, առանձին падգամավորներ մեր տաղավարում նկատի ունեմ իշխանական падգամավորներ, այո, իրենք էլ ասում են, այո, որ պետք է լինի կամ համապատասխան կառույց, չեն ժխտում, որ գուցե օրինակ փոխվարչապետ պետք է լինի այդ հարցերով զբաղվող, բայց այս առումով էլ քայլեր չկան, Տիկին Ադամյան։ Հայտարարությունների մակարդակով շատ լավ է, օրենքը ընդունվել է, այն կա,
հայտարարում ենք, որ այ հնարավոր է այսպիսի կառույց ունենալ, որ պիտի լինի ճանապարհային քարտեզ, բայց սա այլը տեղից չի շարժում, բայց դուք փաստորեն նաև լավատես եք, ասում եք ինչ գիտենք, ինչ է կատարվում, այսպես ասած, փակ դռների հետևում։ Ես ոչ այնքան լավատես եմ, որքան կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի կարող այդքան չմտածել երկրի մասին, այդքան չմտածել երկրի մասին, որ չպահպանի, չապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Իսկ ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եկեք ընդունենք բոլորով, բոլորեքյան ընդունենք, որ դա նշանակում է համագործակցություն Արևմուտքի հետ։ Որովհետև դու Ռուսաստանից այլևս ստանալու ոչինչ չունես, դու Ռուսաստանից ստանում ես միայն վտանգ։ Քո անվտանգությունը ապահովում է Արևմուտքը։ Եթե դու դեպի Արևմուտք չես գնում, եթե դու Արևմուտքի հետ համագործակցության համաձայնագրեր չես կնքում, ուրեմն դու ինքդ ես քո անվտանգության վտանգ ներկայացնում, կարճ ձևակերպել։ Տեսեք, դուք նշում եք ներհասարակական խնդիրներով է ավելի շատ ներքաղաքական էլ չի ձգում այս տեղի ունեցող գործընթացը, վստահաբար ակնարկում եք նաև վարչապետի նախաձեռնած գործընթացը եկեղեցու կաթողիկոսի նկատմամբ, եւ դուք այստեղ ունեք ընդհանրապես մտահոգություններ, Տիկին Ադամյան, ինչ է կատարվում այս առճակատումը, օրինակ նույններ հասարակականներ հայաստանյան, որքանով նույն արտաքին ճակատում մեզ ավելի խոցելի է դարձնում, թե ոչ ձեր գնահատականը վերջին այսպես մեկ շաբաթում տեղի ունեցող ակտիվ զարգացումների եկեղեցի իշխանություն առճակատմանը։ Ձեր ցույցությամբ ես ոչ թե մեկ շաբաթվա իրադարձություններին կամ մեկ ամսվա իրադարձություններին կանդրադառնամ, այլ ձեզ կտանեմ մեր թվարկության առաջին դար։ Ձեր գնահատականով, Տիկին Պապյան, ինչու խաչվեց Հիսուսը։ Խաչելությամբ ինչ էր ապացուցվում։ Ինչ էր անում Հիսուսը խաչելությամբ։ Բարդացեմ տալիս։ Ինչ էր անում։ Բոլոր մեղքերն էր վերցնում։ Ահա, սքանչելի էր։ Ձեր պատասխանը 10-ից 10-ին էր։ Հիսուսը կավեց մարդկության մեղքերը, չէ՞։ Դրանից հետո եկեղեցին ինչու սկսեց պնդել, որ մարդիկ մեղավոր են, մարդիկ պիտի ապաշխարեն։ Արդյոք դա մարդկանց կառավարելու ձև չէր։ Դու մեղավոր ես, ուրեմն ես քեզ ավելի հեշտ կկառավարեմ, քան այն պարագայում, երբ դու բացարձական մեղ ես։ Ինչու եմ հարցը այսքան խորքից բերում, որովհետև եկեղեցին ինչպես ցանկացած աշխարհիկ կառույց ունի կառավարման խնդիր։ Արդյոք եկեղեցին այդ կառավարման դա միայն հայ առաքելական եկեղեցուն չի վերաբերվում, Քավլիցի։ Բոլոր եկեղեցիներին է վերաբերվում։ Առավելևս բոլոր կրոններին է նաև վերաբերվում։ Եկեղեցին եւս ունի կառավարման խնդիր։ Կարողանում է եկեղեցին այդ կառավարման խնդիրը կատարել։ Հայաստանի Հանրապետության պարագայում, ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետության այլ հաջողորդի պարագայում այդ խնդիրը եկեղեցին դարերով է կատարել, փոխարինելով պետությանը։ Բայց վերադառնանք մեր օրերը։ Արդյոք մենք լիակատար տեղեկատվություն ունենք կամ եկեղեցին ինքը այդ քարոզչությունը արել է, թե ինքը ինչով է զբաղված։ Մենք չունենք այդ ինֆորմացիան, ես կարծում եմ, որ եկեղեցու քաղաքականության ամենաթույլ կողմերից մեկը քարոզչությունն է։ Պարզապես քարոզչությունն է։ Ամբողջ մի հեռուստաալիք ունենալով իրենց տրամադրության տակ, եկեղեցին չի ասում ինքը ինչ է անում։ Սկսենք Մայրաթորի ամբողջ վերականգնման ծրագրից։ Հիշենք 2000-ին ինչ Էջմիածին ունեինք, Սուրբ Էջմիածին, Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ինչ ունենք այսօր։ Ինչ վիթխարի աշխատանք է կատարվել, եկեք դա ընդունենք։ Շինարարական աշխատանք, վերականգնման, վերակառուցման աշխատանքները արդեն չեմ ասում։ Եկեք հաշվի առնենք, թե դա ինչ շինարարական աշխատանքեր, ինչ սոցիալական աշխատանքեր, ինչքան աշխատատեղեր են ստեղծվել, ինչքան սոցիալական ծրագրեր են իրականացվել։ Մենք որևէ տեղեկություն դրանից ունենք, Մայրաթորը սովորաբար չի քարոզում իր կատարած աշխատանքները եւ սխալ է անում։ Մայրաթորը չի քարոզում իր կատարած ոչ միայն սոցիալական աշխատանքները, այլև բարեգործական աշխատանքները։ Օրինակ 44 օրյա ինչքան գնդերեցներ էին կռվում, քանից զոհվեցին, քանիսն են առ այսօր անետ կորած։ Մեր գնդերեցները մեր։ Չունենք, չէ՞, մենք դրա մասին լայն տեղեկատվություն։ Չէ՞ որ դա մեր եկեղեցին էր։ 44 օրյայից հետո ինչքան ծրագրեր իրականացվեցին։ Արցախից տեղահանվածների, բռնի տեղահանվածների համար ինչքան ծրագրեր են իրականացվել։ Ինչու մենք այդ մասին չգիտենք։
Ինչու մենք պատկերացում չունենք, մենք այնպես ինչ որ հեռավոր գիտենք, որ ինչ որ ընտանիքներ 5 անդամից բաղկացած չգիտեմ 3 շատ սուղ տեղեկություններ։ Սա նշանակում է, որ եկեղեցին ներփակված կառույց է։ Եվ եկեղեցին իր կատարած աշխատանքը չի քարոզում։ Բայց մյուս կողմից մենք ունենք, որ եկեղեցին շատ բուռն մտել է քաղաքականության մեջ։ Դա հենց ուզում ասել, որ այո, եւ մենք ունենք 2029 վեհապարի հայտարարություն, որ վարչապետը պետք է հրաժարական տա, հայտարարություն, որ չի հերքվել, հայտարարություն, որ երկրորդվել է։ Արդյոք դա ճիշտ է։ Ես կարծում եմ, որ ոչ։ Արդեն չեմ ասում տարբեր իշխանությունների կողմից վարչապետը իշմենք այն ժամանակ ասում էր, որ եկեղեցուն գործերին պիտի իշխանությունը չխառնվի, սահմանադրությամբ է ամրագրված։ Այո, մենք աշխարհիկ պետություն ենք սահմանադրությամբ, բայց մենք համատեղ ուժերով բազմակի խախտել ենք սահմանադրությունը, որովհետև եթե եկեղեցին քաղաքականություն չի մտնում, Բագրատ Գալստանյանի քաղաքական ասպարեզը շնելու առաջին իսկ օրը Բագրատ Գալստանյանը պետք է կարգալուծարվեր։ Արվեց։ Սառեցվեց նրա լիազորությունները։ Ինչ է նշանակում սառեցվեց։ Հապկը չի, չէ, Բագրատ Գալստանյանը, կներեք, ինչ է նշանակում սառեցվեց։ Թող կարգալուծարվեր, հրաժարվեր իր եկեղեցական վեղարից, խաչից, ամեն ինչից, դառնալ քաղաքացի, թեկուզ Կանադայի քաղաքացի, մտնել քաղաքական դաշտ, անել իր պնդումները, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր տեսակետները արտահայտելով։ Մենք ունենք Աջապահյան, Շիրակի թեմի առաջնորդ, ոչ պակաս կան Գալստանյանը, որը իդեպ ինչ-որ պահի փորձում էր փոխարինել Գալստանյանին, ասում էր եղբայր, եմ կարող եմ ծանել բեռակը ուսերից վերցնել, ես Կանադայի քաղաքացի չեմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես կարող եմ վարչապետի տեխնացու լինել։ Գիտեք, մենք անգամ տարբեր հայտարարություններ ենք լսում այդ եկեղեցականների կողմից, որոնք բացարձակապես անհարիր են հոգևորականի կարգավիճակին։ Պետք է նրանք կարգալուծարվեն, եւ սա պետք է անի եկեղեցին, սա պետք է լինի եկեղեցու դեպի պետություն ընդառաջ առաջին քայլը, կանի եկեղեցին, շատ շնորհակալություն եկեղեցուն։ Մյուս կողմից ունենք Հայաստանի Հանրապետության վարչապետին, որ անում է բավականին, ինչ ասեմ, շատ մեղմ ասեմ, անտակտ հայտարարություններ։ Գիտեք, որևէ մեկի մտքով կարող է անցնել այպանել Վազգեն առաջին վեհապարին։ Վազգեն առաջինը կուսակրոն չէր, ընտանիք ուներ, զավակ ուներ, երեխաներ ուներ։ Որևէ մեկի մտքով կանցնի ասել, որ նա վատ կաթողիկոս էր։ Ճիշտ է, այստեղ կա էական տարբերություն, Վազգեն առաջինը ամուսնանալուց հետո է անցել հոգևոր ծառայություն եւ չէր կարող բնականաբար իր ընտանիքից հրաժարվել։ Բայց եկեք հասկանանք, էլի մենք 21-րդ դարում ենք ապրում, այդ կուսակրոնությունը ինչ ֆանտոմ է, ինչ ֆենոմեն է, որ պարտադիր պետք է հոգևորականները կուսակրոն լինեն։ Մենք ինկվիզիցիայի դարաշրջանում չենք ապրում, Փառք Աստծո հաղթահարել ենք այդ շրջանը անցել։ Իսկ սխալ տեղից է վարչապետը սկսել եւ սխալ հայտարարություններ կամ ինչպես դուք եք շատ մեղմ արտահայտում, անտակտ հայտարարություններ։ Ես կարծում եմ, որ վարչապետն էլ, եկեղեցին էլ պետք է ոչ թե երկխոսեն մամուլով, հրապարակային միջոցներով, այլ պետք է նստեն մեկ սեղանի շուրջ եւ իրար հետ խոսեն։ Դուք հնարավորություն այդպեսի տեսնում եք երկխոսության, թե որ ասում է բանը բանից անցել է արդեն Տիկին Ադամը։ Ինչու ոչ։ Տեսեք, մենք ունենք պետություն եւ մենք ունենք եկեղեցի։ Պետությունը եւ եկեղեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքերն են։ Հիմա մենք ինչ ենք անում, մենք մասնակցում ենք, անդամ ենք դառնում, չգիտեմ, մեր ձեռքերով, մեր դեմ հիբրիդային պատերազմ ենք մղում, հա? Եթե մենք մեր ձեռքերով հիբրիդային պատերազմ ենք մղում, այս պարագայում ով է լինելու հաղթողը։ Չէ՞ որ պարտվողը լինելու է պետությունը, պարտվողը լինելու է ժողովուրդը։ Գիտեք, խոշոր հաշվով, բոլորի համար էլ միևնույն է։ Կուսակրոն է, կուսակրոն չի, երեխա ունի, 6 երեխա ունի, 66 երեխա ունի, թե որևէ երեխա չունի, կաթողիկոսը, եթե նա ճիշտ իր կրոնապետի, իր կաթողիկոսական առաքելությունը կատարում է։ Սա է խնդիրը։ Բայց ամբողջ խնդիրն է, որ մենք հիմա մտել ենք քաղաքականություն։ Եկեղեցին մտել է քաղաքականություն, իշխանությունը մտել է եկեղեցի։ Այսինքն այստեղ մենք ոչ թե փորձում ենք ստեղծել այնպիսի զուգահեռ հարթություններ, որտեղ կարող ենք բանակցել, որտեղ կարող ենք խնդիրները լուծել, այլ հակառակը մենք խաչվում ենք իրար, մենք հարվածում ենք իրար։ Ինչու՞։ Ու ով է դրանից շահում։ Այդ դրանից գիտեք ով է շահում։ Տարբեր տիպի ալլաշուքուր, չգիտեմ ինչա զադեներ,
որոնք առիթից օգտվում են ու այնպեսի մի բամբագորգոր հայտարարություններ են հնչում, մտածում ես, այս մարդը առավոտից իրիկում վեր է կենում ազան է հնչեցնում, որ Հայաստանի Հանրապետության համար առլաղաղոտ կեղում, որ Հայաստանի Հանրապետության համար ամեն ինչ լավ լինի։ Դե արի հավատա։ Չի կարելի չէ այդ աստիճանի բեմականացնել, այդ աստիճանի, ինչ ասեմ, անլրջացնել այս ամեն ինչը։ Չի կարելի, որովհետև գիտեք, եկեղեցին հոգևորականներ չեն։ Միանշանակ է, որ եկեղեցին հոգևորականներ չեն։ Քանի դարի պատմություն է։ Եվ եթե խորանանք պատմության մեջ, գիտեք, ինչքան բախումներ են եղել եկեղեցի իշխանություն։ Պապ Թագավորի պատմությունն ամենացծուն օրինակն է։ Բայց Պապ Թագավորի պատմությունը միակ եզակի դեպքը չէ։ Երբ հույն ասենք հոգևորականը մեռոնին թույն էր խառնում, թունավորում հայոց արքային։ Միակ դեպքը չէ։ Ուզում եք ես հիշեցնեմ 16-րդ դար, ինչ էր կատարվում Իտալիայում։ Ինչպես էր Հուլիոս II Պապը, ինդուլգենցիաների ես ինչ վաճառք սկսել բոլոր կարգի մեղքերը, ուզում ես գնա 10 մարդու սպանի, միևնույն է, արի փող տուր ինձ, ես քեզ ինդուլգենցիա կտամ, ես քեզ կհռչակեմ անմեղ, գնա ինչ էր անում այդ փողերը Հուլիոս II-ը։ Եթե մենք այսօր ունենք Վատիկան, ամբողջ աշխարհը այսօր ունի Վատիկան, Սիքստինյան կապելա, Սուրբ Պետրոսի տաճար, շնորհակալ պիտի լինի այդ ինդուլգենցիաներին։ Այսինքն նպատակ էր դրված, իմաստ կար, գաղափար կար։ Վերջին հաշվով այդ նույն Հուլիոս II Պապը միավորեց Իտալիան։ Իտալական հանրապետությունները միավորեց Իտալիան։ Մենք ինչ ենք անում, ինչ որ գաղափար ենք դրել ու բաժանենք բոլորիս։ Բոլորիս բաժանենք։ Սա է ամբողջ խնդիրը։ Դες ասում եմ, եկեղեցու պատմությունը, համաշխարհային եկեղեցու պատմությունը հզորագույն դասագիրք է, հզորագույն։ Կարողանում ենք կարդալ այդ դասագիրքը։ Կարողանում ենք կարդալ հենց այն, ինչ մեզ պետք է։ Կարողանում ենք մեզ համար շահեկան Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական հայի համար շահեկան հարցեր լուծել, որտեղ տեսեք, այս եկեղեցի պետության բախման մեջ մենք լուծում ենք ազգային անվտանգության խնդիր, մենք լուծում ենք աշխատատեղերի խնդիր, տարածաշրջանում մեր ուժերի հավասարակշռության վերականգնման խնդիր լուծում ենք, այդ չենք լուծում, բայց չենք անում։ Կարող ինձ պատասխանել է, ինչ ենք անում։ Ես իբրև Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունեմ եւ պարտադրելու իրավունք ունեմ իմ իշխանությունից այս հարցերի լուծումներ ստանալ, ոչ թե իմ ուշադրությունը զբաղեցնել ինչ որ, ինչ ասեմ, անկապ պատմություններով։ Շնորհակալ եմ Տիկին Ադամյան։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։